Բարև ձեզ։ Այսօր զրուցելու ենք սփյուռքահայ գրող Նիկողոս Սարաֆյանի եւ նրա գլխավոր երկի Վենսենի անտառը ստեղծագործության մասին։ Տաղավարում հյուրընկալել ենք փիլիսոփայական գիտությունների թեկնածու դոցենտ Դավիթ Մոսինյանին։ Բարի երեկո, պարոն Մոսինյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ կրկին մեր հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Սարաֆյանը կարծես թե մինչև վերջերս ստվերում մնացած հեղինակ էր, չնայած սփյուռքահայ միջավայրում բավականին խոշոր երևույթ է։ Վերջին տարիներին նրա ստեղծագործությունները վերահրատարակվեցին եւ այսօր ընթերցողների լայն շրջանակների համար այն հասանելի է։ Ասացեք, խնդրեմ, ով է Սարաֆյանը եւ ինչ ժառանգություն է նա մեզ թողել։ Նիկողոս Սարաֆյանը 20-րդ դարի ֆրանսահայ հեղինակ է, գրող, բանաստեղծ։ 1902-ին է ծնվել, դարասկզբին, ապրել է 70 տարի։ Կյանքի օրոք մի քանի բանաստեղծական ժողովածու է թողել, 5 ժողովածու եւ մի վեպ։ Եվ ստեղծագործության մեծ մասը հրատարակվել է մամուլի տարբեր էջերում, իմիջայլոց, այսպես գագաթնակետ կարելի է համարել հենց Վենսենի անտառը աշխատությունը, որը սկզբում էլի մամուլում է հրատարակվել, հետո նոր հետմահու հրատարակվել է առանձին գրքով, թեև կյանքի օրոք նաև նպատակ ուներ դա հրատարակել առանձին գրքով, բայց չի հաջողվել։ Սարաֆյանը ըստ էության սփյուռքը մտածողն է եղել եւ այդ բանաստեղծությունների ժողովածուները հնարավորություն են տվել իսկապես սփյուռքը դարձնել սփյուռք, այսպես ասենք, եւ այս ժողովածուները եւ մանավանդ Վենսենի անտառով երևի թե շատ չափազանցած չենք լինի, եթե ասենք սփյուռքի մեծագույնն է։ Թեև իհարկե դժվար է այդ գնահատականները տալ, համեմատություններ անել, բայց այդ մասշտաբի մտածողների մեջ իսկապես մնացել է ամենաչկարդացվածը։ Վերջին տարիներին իսկապես բավականին շատ հատորներ հրատարակվեցին, ինչը բավականին ուրախալի է, որ հնարավորություն կա վերջապես ծանոթանալու այդ չափազանց լայն ու խոր մտածող բանաստեղծի գրողի հետ։ Դուք նշեցիք, որ Սարաֆյանը սփյուռքի բանաստեղծն է։ Ինչպես է այս տիտղոսը վերագրվել նրան եւ առհասարակ ինչ է սփյուռքի գրականությունը։ Սփյուռքի մասին խոսելիս երկու տարբեր իրողություններից երևի թե պիտի փորձենք առանձնացնել դա։ Մեկը արևմտահայ միջավայրից, արևմտահայ գրականությունից, մյուսը գաղութային, այսպես ասած, գրականությունից։ Արևմտահայ մշակույթի մասին երբ որ խոսում ենք, նկատի ունենք արևմտյան Հայաստանի տարածքում եղած ստեղծված գրականությունը, որի հիմնական թեմաներ կարելի առանձնացնել եւ այդ թեմաների մեջ առաջինն էր օրինակ հայերի եւ թուրքերի փոխհարաբերությունը, պատմական հայրենիքի մտածումը եւ այլն։ Մյուս կողմից բավականին վաղուց արդեն տեղեր ունեցել ժողովրդի ցրվում, այսպես ասած, ցրոնքի մասին կարելի էր խոսել դեռ վաղ ժամանակներից։ Բայց այդ ժամանակ գործ ունենք որոշակի գաղութների հետ, որոնք այսպես փակված էին իրենց մեջ եւ էլի, եթե գրականություն էին արտադրում, այդ գրականությունը վերաբերում էր պատմական հայրենիքին, անցյալին եւ նրանք մնում էին իրենց մեջ։ Երբեմն նույնիսկ ասում էին ստեղծում էին գետոյական գրականություն, այսինքն լրիվ փակ չէր առնչվում ոչ մեկի հետ եւ այլն։ Սփյուռքը առաջանում է այն ժամանակ, երբ որ այդ օտար միջավայրում խնդիր է դրվում հաղորդակցվել օտարի հետ, ուրիշի հետ։ Ընդ որում հասկանալով, որ սա այն միջավայրն է, որտեղ իրենք դատապարտված են կամ որտեղ իրենց վիճակված է ապրել։ Հետևաբար առաջին հարցը, երբ որ դրվում է սփյուռքի հետ կապված, դա օտարի հետ հաղորդակցում, օտար միջավայրի յուրակերտման, յուրացման, այսպիսի հարց է դրված։ Սարաֆյանը առաջին բանաստեղծն է կարելի ասել, որ գրել է բանաստեղծություններ հենց այս թեմայով, այսպես ասենք, այս տրամադրվածությամբ բաց լինել օտարի նկատմամբ առաջին իր ժողովածուն կոչվում է անջրպետի գրավումը, որը նշանակում է, որ կա անջրպետ օտարի հետ, ուրիշի հետ, ուրեմն խնդիրը պիտի լինի գրավել այդ անջրպետը, այդ տարածքը պետք է նվաճել, որպեսզի ի վերջո կարողանալ այդտեղ ապրել։ Այսինքն, այստեղ եթե sense ամփոփենք, հարց է դրվում նաև սփյուռքյան ինքնության մասին։ Կա ինքնություն սփյուռքյան առանձին, թե ոչ, այսինքն թե սփյուռքը հանգեցնելի է արևմտահայ միջավայրին կամ հայկական միջավայրին ընդհանրապես, այսինքն սփյուռքը ոչ թե կա պատրաստի ձևով, այլ դա դեռևս պետք է մտածվի։ Այսինքն պիտի մտածվի որպես այդ ցրոնքը, որպեսզի դառնա մեկ ամբողջականություն, այսինքն սփյուռք, որը ունենա իր ինքնությունը։ Հենց սա է պատճառը,
որ ասում ենք, որ այս ժամանակ է ձևավորել, դա մոտավորապես 20-ական թվականներն են, 20-ական թվականների սկիզբը, հետեղեռնյան տարիների, որտեղ ձևավորվել է Սփյուռքը եւ քանի որ առաջիններից մեկն է Սարաֆյանը, որ այդ թեմայով ուրեմն հրատարակություններ ունի, դրա համար նրան կարծում եմ իրավացիորեն կոչում են Սփյուռքի բանաստեղծ։ Խոսենք նրա գլխավոր աշխատության մասին։ Ինչ ժանրի գործ է Վենսենի անտառը եւ որոնք են հիմնական թեմատիկ գծեր այս ստեղծագործության մեջ։ Բավականին դժվար է ժանրը որոշակիացնել։ Սա գեղարվեստական ստեղծագործություն է մի կողմից, բայց մյուս կողմից գեղարվեստական ստեղծագործություն չէ։ Օրինակ Գրիգոր Պլտյանը, որ հատկապես շատ զբաղվել է Սարաֆյանի ժառանգությամբ եւ գրելով եւ վերահրատարակելով, ինքը դա անվանում է բանաստեղծական արձակ։ Երևի թե կարելի է ասել սրան նաեւ խոհագրություն, այսինքն որովհետեւ այստեղ խոհեր են որոշակի, որտեղ խնդիր է դրված մտածել ընդհանրապես միջավայրը, մտածել ինքն իրեն եւ այլն։ Առաջին անգամ Վենսենի անտառը, ասացի, որ մամուլում է հրատարակվել, դա 1947 թվականն է, Նաիրի հանդեսում է հրատարակվել, որի խմբագիրը Անդրանիկ Ծառուկյանը համարներից մեկում գրում է, որ Նիկողոս Սարաֆյանը համաձայնել է գործակցել իրենց հանդեսին եւ ասում է շուտով հրատարակելու ենք մի գործ, որը կարելի ասել երկրորդ ներաշխարհն է, երկրորդ գլուխ գործոց, նկատի ունի Ինտրայի ներաշխարհը, որը այսպես բացառիկ դեր ունի հայ մշակույթի մեջ, եւ Անդրանիկ Ծառուկյանը դա Վենսենի անտառը նմանեցնում է հենց ներաշխարհին, որովհետեւ իսկապես ոճային նմանություններ կան եւ ենթադրում եմ նաեւ խոր ազդեցություն կա Ինտրայի Սարաֆյանի վրա։ Ուրեմն սա խոհագրություն է կամ իրենց մոտ նաև ասում էին փորձագրություն, այսինքն երբ որ խնդիր է դրվում, ընդհանրապես դատարկ տեղից, այսպես ասած, մտածում կայացնել։ Հիմա հիմնական թեման միջավայրն է, այսինքն այլ բառով կարող ենք ասել հայրենիքն է։ Հայրենիք ամենալայն իմաստով, թե ինչպես է հնարավոր ստեղծել մի միջավայր, որտեղ հնարավոր լինի ազատ մտածելը, ստեղծագործելը, ապրելը, սիրելը։ Վենսենի անտառը աշխարհագրական վայր է, այսինքն կոորդինատներ ունի, դա այգի է, որոշակի Փարիզի ծայրամասում։ Բայց մյուս կողմից Սարաֆյանի տեքստում Վենսենի անտառը դառնում է նաև խորհրդանշական վայր, դառնում է նաև փոխաբերություն։ Հետաքրքիր է, որ հենց սկիզբը, երբ որ սկսում է, ասում է, որ Վենսենի անտառը տարածվում է Մարնից դեպի Դոն, Մարնը ֆրանսիական գետ է, Դոնը ռուսական գետ է, բայց այդ երկուսը կարծես թե միացնում է իրեն, ինչու, որովհետև ինքը իր մանկության ժամանակ ապրել է ռուսական միջավայրում, կարծես թե իր անցյալը բերում է այստեղ եւ մի ինչ որ իմաստով ստեղծում է, այսպես ասենք, հայկական Փարիզը։ Սա անտառն է, ընդ որում իր բնակարանը եղել է հենց Վենսենի անտառի կողքին, այսինքն ամեն օր գնացել է այստեղ զբոսնելու, աշխատանքի է գնացել այդտեղով եւ իր առօրյա այդ տարածքը կարծես թե խնդիր է դրել վերածելու մի ինչ որ հոգևոր հայրենիքի, ասենք, կամ ինչ-որ միջավայրի, ասենք, սա առաջին եւ ամենակարևոր թեման է։ Երկրորդ թեման այդտեղ այդ միջավայրում ինքը իրեն է խնդիր դնում մտածել։ Եվ աշխատության այդ վերջում, ստեղծագործության վերջում կարծես թե այդ ամբողջ խոհագրությունը գալիս հանգում է նրան, որ ինքը հասնում է ինչ-որ ներդաշնակության, հասնում է կամ ինչպես մի հարցազրույցներից մեկում ենք ասում, հասնում է պայծառացման, պայծառանում է, որովհետեւ այդ միջավայրը իրեն հնարավորություն է տալիս ի վերջո կայացնել, դառնալ այն, ինչ որ պետք է դառնար։ Ուրեմն այս երկու թեմաներն են հիմնական Վենսենի անտառի, այսպես, նյութը։ Եթե փորձենք մի փոքր ավելի մանրամասն խոսել առաջին թեմատիկ գծի մասին, որը վերաբերում էր հայրենիքի փնտրտուքին, եթե կարելի է այսպես ձևակերպել, խնդրում եմ ավելի մանրամասնել, թե այդ ինչ հայրենիք է նկատի ունենում Սարաֆյանը եւ ինչպես է որոնում այդ հայրենիքը։ Մի կարևոր բան այստեղ կուզեի ասել, որ 40-ական թվականներին, իմիջիայլոց երբ որ փաստորեն գրել է Սարաֆյանը, այս ժամանակ հատկապես Ֆրանսիայում խոսակցություններ կային այսպես կոչված ներգաղթի մասին։ Մի շարք մտավորականներ Ֆրանսիա տեղափոխված խնդիր էին դնում վերադառնալ սովետական Հայաստան, իրենց երկիր, այսպես ասենք, Եվ մի մասը եկան, մնացին, մի մասն էլ եկան նորից հետ վերադարձան։ Այդ քննարկումները Ֆրանսիայում շատ ակտիվ էին տեղի ունենում։ Ինչու պետք է գնալ, ինչու չպետք է գնալ, կողմ եւ դեմ փաստարկներ եւ այլն։
Սարաֆյանը միշտ դեմ է եղել գանում եւ երբեք չի եկել Հայաստան։ Այն պատճառով, որ համարում էր սովետական Հայաստանը հայկական միջավայր չէ, եւ հետեւաբար դա չէ այն հայրենիքը, որը ինքը ուզում էր փնտրել։ Մյուս կողմից էլ չկար իր ծննդավայրը, իր ծննդավայրը եղել է Վառնան, բայց էլի չկար որպես հայկական միջավայր։ Առավել եւս Պոլսում չկար այն նախկին վիճակը, ինքը Պոլսում սովորել է։ Հետևաբար այն քչերից է Սարաֆյանը, որը ուղղակիորեն հստակ նույնիսկ հրապարակախոսական տեքստերում ասում է, որ այլևս պետք է հետ չնայենք, որովհետև կնմանենք խովտի կնկանք, կքարանանք, այլ պետք է գնալ առաջ։ Եվ հետևաբար, եթե չկան այդ թիկունքում այդ հայրենիքները, այսպես ասենք, այդ միջավայրերը, խնդիրը դնում ստեղծել այդ միջավայրը։ Եվ հիմա ինչպես պետք է ստեղծել այդ միջավայրը։ Միջավայրը հասկանալի է, որ չի կարող լինել միայն աշխարհագրական այդ տարածքը։ Ուրեմն այդ աշխարհագրական տարածքը պետք է յուրացնել։ Ինչպես պետք է յուրացնել։ Բանաստեղծելու միջոցով, գրելու միջոցով, գիր դարձնելու միջոցով։ Լեզվական առումով մի շատ հետաքրքիր բան կա, ուրեմն այդ գործում անընդհատ կրկնվում է մի այսպիսի արտահայտություն, ասում է կախարդական է Վենսենի անտառը։ Մի քանի անգամ անընդհատ այսպես հիմնական թեմայի ձևով անընդհատ կրկնվում է այս արտահայտությունը։ Միջավայրից Գրիգոր Պլտյանը, որ հիշատակեցինք, այս գործի մասին մի աշխատություն ունի, տեքստ ունի, որի վերնագիրը այսպես է կախարդանքը գրության, խաղարկում է հենց այդ միտքը Սարաֆյանի, ինչու որովհետև այս տեքստում իսկապես կախարդանք է տեղի ունենում։ Կախարդանքի այն իմաստով, որ անտառը, այսինքն այգին, շատ մեծ այգի է դա, որին անտառ են ասում։ Այդ այգին, որը հանրային տարածք է, այսինքն մարդիկ գալիս են զբոսնում են, դառնում է խորհրդանշական վայր ինչ-որ։ Ինչպես այդ գրի միջոցով։ Ուրեմն Սարաֆյանի խնդիրը ոչ թե այն է եղել, որ դիտարկենք շրջապատը եւ արձանագրենք, այսինքն ոչ թե անտառը կախարդական է եւ դա արձանագրում է Սարաֆյանը, այլ այդ գրելով է, որ դառնում է կախարդական։ Այսինքն խնդիրը եղել է այդ միջավայրը բանաստեղծելը, դարձնել սեփական ինչ-որ տիրույթ, որտեղ հնարավոր է լինելու իսկապես կարողանալ մինչև վերջ գրել այն, ինչ որ պիտի գրեիր, այսինքն ի վերջո կայանալ այն, դառնալ այն, ինչ որ պիտի լինեիր։ Այս իմաստով ենք խոսում հայրենիքի մասին։ Շատ հետաքրքիր մոտեցում եւ մեկնաբանություն է, պարոն Մոսինյան։ Փորձենք զրուցել նաեւ թեմատիկ երկրորդ գծի մասին, որը ինչպես արձանագրեցիք դուք ձեր խոսքում, վերաբերում էր այսպես կոչված պայծառացումներին, իր պայծառացումներին։ Արդյոք կարելի է խոսել կամ պատմել դրանց բովանդակության մասին, թե ընթերցողը պետք է այլ կերպ հաղորդակից դառնա դրանց։ Այո, ամբողջ խնդիրը հենց հետևյալն է, որ փաստորեն այստեղ մարդը ներկայացնում է իր ինքնակայացում։ Այդ ինքնակայացումը, երբ որ մենք պարզապես ընթերցում ենք, այդ պարզապես ընթերցումը ստացվում է, որ այսպիսի իրավիճակ է ստեղծում։ Մենք պիտի խոսենք եզակիության մասին, այսինքն նույն ճանապարհով կարծես թե մենք պիտի անցնենք, բայց երբ որ գործ ենք ունենում լեզվի հետ, այդ լեզուն որոշակի ընդհանրություն ունի, եւ հետեւաբար մենք տվյալ դեպքում տպավորություն է ստեղծում, թե սա պարզապես գեղեցիկ սիրուն ինչ-որ գեղարվեստական տեքստ է։ Այսինքն ընթերցանությունը բնականաբար այստեղ անհրաժեշտ պայման է հասկանալու համար, բայց մյուս կողմից պարզապես ընթերցումը բավարար չէ այս իրողությունը հասկանալու համար, որովհետև կարծես թե խնդիր է դրվում անցնել այդ նույն ճանապարհով։ Սարաֆյանը գտել է այդ ձևը, այդ ճանապարհը ինքը իրեն կայացնելու օտար միջավայրում։ Սա նշանակում է, որ սա հարթակ է, սա միջավայր է նույն իրավիճակում հայտնվելու եւ նույն ընթացքը անցնելու համար։ Հիմա ինչ նկատի ունի պայծառացում ասելով։ Դժվար է սա բանաձևի վերածել եւ ասել, այ եթե այսպես անեք կպայծառանաք։ Խնդիրը հետեւյալն է, որ այդ երկար ժամանակ իսկ Սարաֆյանը գրել է բավականին շատ, նույնիսկ նույն նյութը գիտեք բավականին շատ, այսինքն նույն Վենսենի անտառում արխիվում բավականին շատ տարբերակներ կան, անընդհատ աշխատել է բոլոր նյութերի հետ կապված գրեթե։ Լեզուն անընդհատ չարչարելով խնդիր է դրել ճեղքել այդ քարացածությունը լեզվի, որպեսզի բանաստեղծությունը ի վերջո կայանա, այսպես ասենք։ Հիմա, եթե ավելի մուտք գործենք տեքստի մեջ, այստեղ խոսվում է որոշակի հակասությունների մասին։ Ինչ հակասությունների, մի կողմից ասում է, որ անտառը ինձ տանում է դեպի դժոխք, մյուս կողմից անտառը տանում է դեպի դրախտ։
Այսինքն այս հակասություններն են իր մեջ, որ անընդհատ խնդիր է դնում վերհանել։ Այսինքն նույնիսկ եթե այսպիսի տերմիններով ասենք, Սարաֆյանը խնդիր է դրել իր մեջի եղած բացասականը, ստվերայինը վերհանել, որպեսզի կարողանալ մտածել այդ ամբողջը։ Եվ երբ որ գրի միջոցով նաև բանաստեղծման միջոցով դա տեղի ունենում, սկսում է խոսել նաև արդեն նույն բանի մասին այլ հարթության մեջ մանկություն, անընդհատ հիշելով մանկությունը եւ հասունություն։ Եվ այս աշխատության մեջ ասում եմ մանկությունը, եթե հասունացման չի վերածվում, հասունության, եթե չի վերածվում, մնում է այսպես կիսատ վիճակում։ Մյուս կողմից, եթե հասունացման մեջ չկա մանկությունը, այդ հասունացումը կարող է լինել ձանձրալի ինչ-որ մի իրողություն։ Ուրեմն ամբողջ խնդիրը հասուն ժամանակ այդ մանկությունը վերագտնել ու կրել իր մեջ։ Հիմա անտառի միջավայրը նորից, այսինքն անընդհատ ասենք այդ անտառը իր բանաստեղծման միջոցով ստեղծված այդ անտառը այն հնարավորությունն է, որ ուրեմն կարողանալու է հասնել իր ուժերի գագաթնակետին եւ ոնց որ ինքն է ասում հասնել մի վիճակի, երբ որ հուսալքությունը կվերածվի հույսի։ Հաջորդ թակասությունն այդ աշխատության մեջ անընդհատ հանդիպող հուսալքությունն ու հույսն են եւ միտեղ այսպիսի ձևակերպում ունի, ասում է պիտի կարողանամ այսուհետ ապրել առանց որևէ հույսի, որովհետեւ հույսը եւ սա այս հույսը ենթադրում եմ հայոց մշակույթի մեջ կենտրոնական դեր ունեցող իրողություն է, այդ հույսը անընդհատ ինձ խապկանքներով է շրջապատում, ասելով, որ հաջորդ տարի լավ կլինի, չգիտեմ, այսպիսի ինչ-որ իրողություններ եւ հիմա խնդիրը առանց հույսի ապրելն է, հա, պարզապես իրողության հետ դեմարդեմ կանգնելը։ Եվ սա երբ որ այս բևեռացումը ձգում աճեցնում է մինչև վերջ, հասնում է այնտեղ, որ ամենամեծ հույսը, արդեն բառիս ամենալավ իմաստով, դառնում է հենց այդ հուսալքությունը։ Ուրեմն այս երկու կողմերի հակասությունները մինչև վերջ տարածելն է ըստ էության ստեղծում են միջավայրը, որը ինքը անվանում է, այսպես ասենք, պայծառացում։ Ձեր մասնագիտական հետաքրքրությունների հավաստումն է նաև 2023 թվականին հրատարակված մենագրությունը, որը նվիրված էր Սարաֆյանին եւ վերնագրված էր այսպես. Նիկողոս Սարաֆյան իխույս կորուսյալ միջավայրի։ Ասացեք խնդրեմ, ո՞րն է եղել այս մենագրությունը գրելու ձեր գլխավոր դրդապատճառը եւ ինչ խնդիր եք փորձել լուծել այդ մենագրության մեջ։ Դրդապատճառ երևի ասենք հետեւյալը, որ իմ ամենասիրելի գրողներից մեկն է եղել, որովհետեւ այն գրողն է եղել, որը ինձ հնարավորություն է տվել ներս նայելու կամ միջավայրը փորձելու մտածել եւ այլն այդ պատճառով աշխատության մեջ հիմնական բանը եղել է հետեւյալը, ուրեմն իր բանաստեղծությանը բավականին շատ անդրադարձներ արդեն կային Հարություն Քյուրքչյանը, Գրիգոր Պլտյանը, Մարկ Նշանյանը եւ էլի շատ հետազոտողներ բավականին շատ գրել են բանաստեղծության մասին։ Իմ աշխատության մեջ նյութը Սարաֆյանն է իբրև մտածող ընդհանրապես, այսպես ասենք, մտածող, որը միջավայրն է մտածում եւ մտածող, որը ճանապարհ է ցույց տալիս ինքը իրեն մտածելու։ Ինչու է աշխատությունը ձևակերպված իխույս կորուսյալ միջավայրի, սա երկակի նշանակություն ունի։ Վերնագրում կա պրուստյան խաղ, այսպես իր կորուսյալ ժամանակների որոնումներում, եւ սա ինձ համար երկակի նշանակություն ունի այս վերնագիրը։ Նախ Սարաֆյանը ինքը փաստորեն կարծում եմ, որ իր ամենակարևոր նյութը թեման միջավայր գտնելն է, թե բանաստեղծություններում, թե արձակում։ Երկրորդ, Սարաֆյանը մեզ համար է դառնում միջավայր, այսինքն մի կողմից այդ միջավայրը վերաբերում է Սարաֆյանի փնտրտուքներին, մյուս կողմից այդ փնտրելու ձևը, որոնումների ձևը հենց մեզ համար է դառնում գրական միջավայր։ Դրա համար այս երկու կողմն նշանակություն ունի եւ պիտի ասեմ, որ իմ խնդիրը եղել է այսօր խոսեցնել Սարաֆյանին, այսինքն եթե այսօրվա միջավայրում լիներ Սարաֆյանը, ինչ պիտի մտածեր, ոչ թե որպես անձ, այլ որպես տեքստ, որպես իրողություն, այսինքն խնդիր եմ դրել հասկանալ, թե ինչ է տալու այսօր Սարաֆյանը եւ Սարաֆյանի տեքստերը, այսպես երևի։ Եվ ձեր վերջին մտքից էլ ածանցենք նաև մեր ամփոփիչ հարցը, պարոն Մոսինյան։ Որքանով է այսօր ներկա Սարաֆյանը մեզ համար եւ ինչ կերպերով։
հենց սկզբից ասացինք, որ բավականին քիչ ընթերցված, կարդացված հեղինակ է Սարաֆյանը, ցավոք սրտի, բայց մյուս կողմից իհարկե կան հետազոտողներ, արդեն որոշ մարդկանց անուններ տվեցի, այդ հետքերը, Սարաֆյանի հետքերը անպայման նրանց տեքստերում հնարավոր է գտնել։ Եվ քանի որ վերջին տարիներին նաև հիշատակեցինք, որ վերահրատարակվում են գործերը, կարծում եմ ժամանակն է նաև, հուսամ չենք ուշացել ընթերցել Սարաֆյանին, շատ հեշտ չէ Սարաֆյանին ընթերցելը, որովհետև բավականին, այսպես ասենք, նույնիսկ բանաստեղծությունները բավականին ինտելեկտուալ բանաստեղծություններ են, կարծում եմ դեռ ժամանակ պիտի գա ավելի մանրամասն ուսումնասիրելու համար Սարաֆյանին։ Շատ շնորհակալություն ձեզ այս հերթական բովանդակալից զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Ամենայն բարիք, ցտեսություն։